այսօր Ղուկաս ավետարանից 14-րդ գլուխ 12-րդ համարն է։ Քրիստոս խոսում է խնջույքի մասին, հետո շարունակում է, այնտեղ հարց են տալիս իրեն Աստծո ընթրիքին մասնակցելու համար, Տիրոջ սեղանից ճաշակվելու համար։ Ասում է իրեն հրավիրողին էլ ասած։ Օրհնված են նրանք, ովքեր հյուրեր են ընդունում, նույնիսկ առանց իմանալու, թե ովքեր են։ Ես նույնիսկ կուզեմ այս պայն մի քանի հատված կարճ ընթերցել ձեր համար։ Տեսեք, Հռոմեացիների ուղղված նամակում Պողոս Առաքյալը ասում է. հաղորդակից եղեք սրբերի կարիքներին, այս դեպքում սրբերը նկատի ունի քրիստոնյաների ժողովուրդ։ Նոր կտակարանը մեծացրել, որ հյուրեր է ընդունել, շատ կարևոր է, հյուր ընդունելը, որտեղ մեր մեջ, մեր ազգի մեջ հյուր ընդունելը, իհարկե հիմա բոլորս գիտենք, որ ավելի դժվար վիճակներում ենք ապրում ենք, դժվար է հյուր գնալը, դժվար է հյուրասիրություն անելը, չնայած ասեմ ձեզ, մեկ բաժակ ջուրը մարդկանց եթե հյուրասիրեք, դա ևս հյուրասիրություն է, մեկ բաժակ ջուրը, դա էլ է հյուրասիրություն։ Այնպես որ նախկինում մեր մոտ առավել ընդունված էր, հիմա դժվարությունների հետ կապված առաջվա այդ հյուրասիրությունները չեն։ Մարդիկ դժվարանում են։ Ճիշտը պիտի հասկանանք։ Սա պայելու բան չէ, բարձրաձայնելու էլ չէ, բայց դա իրականություն է։ Բայց օրինակ Տիտոսին ուղղված նամակում ասում է, որ լինի հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուշկալ։ Հյուրասիրությունը նաև առաքինություն է համարվել։ Երբ որ մարդիկ մի կտոր հաց են տվել։ Տեսեք օրինակ եբրայեցիները հրեաներն են։ Այս նամակը ուղղված է հրեաներին կոնկրետ, դրա համար ինքը ասում է մի մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։ Չէ, Ղովտը հրեշտակներին քաղաքի դռանը նստած էր, հրավեր արեց, բերեց իրենց տուն, մի խոսքով արդեն հետո այդ Սոդոմի պատմություն է, որ եկան ուզեցին կենակցել դրանց հետ, մի խոսքով։ Բայց ինքը ուղղակի կանչեց հյուրերին հյուրասիրելու համար։ Պետրոս Առաքյալի նամակում էլ կա, որ Պետրոս Առաքյալը ասում է հյուրասեր եղեք միմյանց հանդեպ առանց տրտնջալու։ Այն հյուրասիրությունը Աստծուն հաճելի է նաև։ Հյուրասիրությունը մարդուն սիրտն է բացում, մարդուն մաքրում է, մարդուն դարձնում է մարդասեր, չէ՞ որ դու սեր ես ցուցաբերում մյուսների նկատմամբ, քո մեջ քո ունեցածը բաժանում նաև մյուսներին։ Նույնիսկ հայտնության գրքի մեջ էլ հրավերքի մասին հատված կար, որ ուզեցի ես պայն ընթերցել, Հովհաննես Աստվածաբան ավետարանիչը ինքը հայտնություն է տեսնում, հայտնության մեջ խոսում է երեսներից մեկի մասին, ասում է եւ երեսներից մեկն ինձ ասաց. գրիր այս բանը, երանելի են բոլոր նրանք, որ կանչված են գառան հարսանիքի ընթրիքին։ Երանելի են նրանք, ովքեր Տիրոջ ընթրիքին մասնակից են դառնալու, կամ գառան հարսանիքին մասնակից են դառնալու։ Եվ ես այն մեկը, որ ասում է Քրիստոսին, երանի այն մարդումը, որ Տիրոջ արքայության մեջ ճաշկ ուտի, Աստծո արքայության մեջ սեղան կնստի։ Հիմա ընթերցումը շարունակենք, ինչ ասում, երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի կանչիր քո բարեկամներին, ոչ քո եղբայրներին, ոչ քո ազգականներին, ոչ էլ քո հարուստ հարևաներին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն եւ քեզ հատուցում լինի։ Սա նայեք, հյուրասիրությունը որպես հյուրասիրություն կարող եք իրար հյուրասիրություններ անել։ Հարևանը հարևանի տուն գնալ գալ, բայց դա առաքինություն չէ։
դա առաքինություն չէ, դա ուղղակի հյուրասիրություն է, մեկը մյուսի հետ հաց են ուտում, այսօր ես եմ հրավիրում, վաղը դուք եք հրավիրում, այսօր ես մի կտոր հաց տվեցի, վաղը դուք տվեցիք, դրա մեջ առաքինություն չկա, իրար հետ հաց կերակ, բայց եթե ուզում ես, որ դա առաքինություն լինի եւ Աստծուն հաճելի լինի, այդ դեպքում հացը պիտի դասեն այնպիսի մարդու, որը հետ տալու առանց հետ տալու ակնկալիքով, լավ էսպես ասեմ։ Սպասես, որ ինքն քեզ հետ տա այդ հացը։ Այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին, մարդասիրության մասին է խոսքը։ Ովքեր կարիք ունեն մարդասիրության, ովքեր որ դժվարություն ունեն հաց առնելու, հաց ուտելու, ովքեր առողջական խնդիրներ ունեն, խեղված անդամներ ունեն, չեն կարողանում ապրել, իրենց օգնելու մասին է խոսքը, որ հաճելի է Աստծուն, իսկ հաց տալը։ Հիմա կանչել այս տեսակ մարդկանց, կույրերին եւ երանելի կլինես, որովհետեւ փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Այսինքն վարձքդ Աստծուց կստանաս։ Դրա համար ինչ ենք ասում է, երբ որ լավություն ես անում, այս ձեռքը թող չիմանա, որ ինչ է անում այս մյուս ձեռքը։ Գիտեք, երբ որ մարդը բարի գործ է անում, նաև դժվար է այդ ամեն ինչը պահել։ Մարդը ուզում է, որ այդ մասին խոսվի, ասվի կամ թեկուզ օրինակ մյուսների համար, բայց մեզ ավետարանը ասում է պետք չէ։ Քրիստոս է ասում, պետք չէ։ Ինչ որ արել ես, թող գաղտնի մնա, միտեղից պիտի շնորհակալություն ստանաս, եթե մարդիկ ասացին շնորհակալություն, դրանով կբավարարվես։ Եթե չասացին, եւ դու հանուն Աստծու ես արել այդ ամեն ինչը, Աստծուց է շնորհակալություն ստանալու։ Դրա համար ինչ ենք ասում, վարձքդ Աստծուց, չէ՞։ Դրա համար մատաղ որ անում են, մատաղին չենք ասում շնորհակալություն, չէ՞։ Քաղաքավարությունը պահանջում է, որ մենք ասենք շնորհակալություն։ Մատաղ են բաժանում մարդիկ, բայց մենք չենք ասում ենք ընդունելի լինի։ Ինչ որ արեցիր, Աստված թող ընդունելի անի, վարձքդ Աստծուց ստանաս։ Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը։ Հասկանալի է սրա մասին։ Աստծուց վարձք կստանանք հարության օրը։ Եվ սեղանակիցներից մեկ այս լսեց, ասաց նրան. երանի նրան, ով ճաշ ուտի Աստծո արքայության մեջ, երանի նրան։ Ես մի հատված կավետարանում, ուրեմն Աղքատ Ղազարոսի առակը, գիտեք, դա առակ է։ Աղքատ Ղազարոսը ինչ էր անում, ասում է, Աղքատ Ղազարոսը մեռավ եւ գնաց Աբրահամի գիրկը։ Սա հրեական դարձված է եւ նկարների մեջ էլ նկարներ կա, այսպես նկարված Աբրահամը մեծ մարդ է, ոտքին այս ծնկից մի քիչ վերև նստած, հուճուր մարդուկ կա նստած։ Դա էլ Աղքատ Ղազարոսի խորհրդանիշն է, այսպես։ Բայց իրականության մեջ սա հրեական դարձված է եւ նշանակում է նստել Աբրահամի գիրկը, նշանակում է Աբրահամի սեղանին նստել։ Նստել Աբրահամի հետ նույն սեղանից հաց ուտել։ Եվ արքայությունը երբեմն նմանեցվում է ճաշկերույթի կամ խնջույքի։ Ինչու, որովհետև իրականության մեջ սա գաղտնիք չէ, միգուցե մենք չենք էլ անդրադարձել, հաց ուտելը եւ հավասարություն է նշանակում, հաց ուտելը եւ բարեկամություն է նշանակում, եւ եղբայրություն, եւ հարգանք է նշանակում, հարգված լինել է նշանակում, ու նաեւ հաճելի է հաց ուտելը։ Ինչքան էլ որ ասենք ոչ, բայց իրականության մեջ հաց ուտելը հաճելի է։ Եթե հաճելի չէ, մարդիկ հաց չեն ուտի։ Այնպես որ բայց ինքը հոգևոր իմաստ ունի, ժողով։ Արքայության մեջ հաց չպիտի ուտենք, սա հոգևոր իմաստ ունի։ Հիսուս նրան ասաց. մի մարդ ընթրիք սարքեց եւ հրավիրեց շատերին։ Ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց կանչելու հրավիրվածներին, թե եկեք, որովհետև ահա ամեն ինչ պատրաստ է։ Ամենքը մեկ-մեկ սկսեցին հրաժարվել, մեկն ասաց, ագարակ գնեցի, պետք է գնամ տեսնեմ, խնդրում եմ քեզ ինձ հրաժարված համարի, կամ խնդրում եմ չեմ գալիս, չեմ կարող գալ։
Մյուս ասած 5 լուծ եզներ գնեցի, գնում եմ դրանք փորձելու։ Խնդրում եմ քեզ ինձ հրաժարված համարիր։ Ամեն մեկը պատճառ ունի, չեն գալիս։ Դուք էլ չէ, երբեմն ծնունդ է, հարսանիք է, չգիտեմ, կամ ինչ-որ առիթ է, պատրաստում եք սեղան ու հանկարծ հյուրերը չեն գալիս, կամ կիսատ են գալիս, կամ ասում են չենք կարող գալ, բայց մինչ այդ բոլորը պատրաստեն, վերջի օրով մարդիկ հրաժարվում են, պարզ է, վատ եք զգում, միգուցե բարկանում եք եւ վիրավորված եք լինում, որտեղ մարդիկ այսօր Ղուկաս ավետարանից 14-րդ գլուխ 12-րդ համարն է։ Քրիստոս խոսում է խնջույքի մասին, հետո շարունակում է, այնտեղ հարց են տալիս իրեն Աստծո ընթրիքին մասնակցելու համար, Տիրոջ սեղանից ճաշակվելու համար։ Ասում է իրեն հրավիրողին էլ ասած։ Ասած այդ անարժանները, որոնց որ դուք անարժան եք համարում, այլազգի եք համարում, իրենք են գալու մասնակցելու այդ ընթրիքին։ Պարզ է, հիմա մենք այդ ընթրիքի հրավիրվածներն ենք, այ յուրաքանչյուրը, Երանի ձեզ, դուք արքայության մեջ, սեղան եք նստելու, Երանի և Քրիստոս ասում է իմ հոր տանը շատ օթևաններ կան, շատ օթևաններ կան, մենք շատ ժամանակ մտածում ենք Երանի փրկության արժանանք, Երանի այսպես, այնպես, նույն բանը է, որ ասում ենք Երանի մենք էլ այդ օթևանում բնակվենք, Երանի Աստծո ներկայությունը վայելենք, Երանի այդ ընթրիքի սեղանին մասնակից դառնանք։ Այնպես որ սա նաև տալիս է մեր հարցի պատասխանը, որ շատերը ասում են ինչու օրինակի համար հրեաները չընդունեցին Քրիստոսին։ Մոտավորապես 1 միլիոնի չափ հրեաներ կան քրիստոնյա հրեաներ աշխարհի երեսին։ Այս լսած թվեր եմ ասում, վերջնական չի ասած թիվը, կան, բայց մեծամասնությունը չեն ընդունում Քրիստոսին որպես ճշմարիտ Աստծո որդի, ինչպես օրինակ մահմեդականները, որտեղ երբ որ մահմեդականությունը առաջացավ, սկզբում առաջացավ հրեա քրիստոնեական աղանդի այդ մտքերը այդպես դրվեցին դրա հիմքում Ղուրանի ու դրա վրա նաև մեծ ազդեցություն ունեցան հրեաները, դրա համար մահմեդական կրոնը հիմնվել է Աստվածաշնչի վրա, բայց ավելի շատ հրեական է, պարզ է, դրա համար Քրիստոսին չեն ընդունում, օրինակ ոնց որ Եհովայի վկաները չեն ընդունում, հրեաները չեն ընդունում և մահմեդականները չեն ընդունում որպես Աստծո որդի, ընդունում են որպես մարգարե, միշտ օրհնում են, լավ բաներ են ասում, բայց որպես մարգարե, դե իրանց էլ տենց են սովորացրել։ Աստված զորացնի ձեզ, իմաստություն տա ձեզ,